Ռուսական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Վերբովո գյուղը Դնեպրոպետրովսկի մարզում։ Ըստ Մոսկվայի, Ուկրաինան զինուժի մեծ կորուստներ ունի, Կիևը չի արձագանքել։ Այսօր Ռուսաստանի սահմանակից Խարկովի մարզը նորից ռուսական անօդաչուների թիրախում էր։ Ավիահարվածներից Խարկովում 6 մարդ է վիրավորվել։ Հրդեհվել են բնակելի շենքեր ու շուկայի տարածքը։ Դնեպրում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 31 մարդ է վիրավորվել, այդ թվում երեխաներ, տուժել են նաև բժշկական հաստատություններ։ Բելգորոդի շրջանը հրթիռային հարձակումներից է տուժել։ Ուկրաինական հարվածներից Ռազումնոյե գյուղում մեքենաներ են վնասվել։ Հիվանդանոցում մահացել է Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի պատգամավորների խորհրդի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։ Նա ծանր վիրավորվել էր ուկրաինական դրոնների հարձակումից։ Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Ռոստովի մարզի 2 շրջաններում։ Այսօր առավոտյան մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ էլեկտրաէներգիան վերականգնվել է պահեստային համակարգի միջոցով։ Ուկրաինայի նախագահը Զապորոժիեի ատոմակայանի կրիտիկական վիճակի մասին է հայտարարել։ Նա պնդում է, որ ռուսական հրետակոծությունը խանգարում է վերականգնել ռեակտորների սառեցման եւ կործանումից խուսափելու համար անհրաժեշտ էլեկտրական գծերը։ Не було такого аварійна ситуація на Запорізькій атомній станції. Սա արտակարգ իրավիճակ է Զապորոժիեի ատոմակայանի համար։ Իրավիճակը կրիտիկական է։ Від електромережі. Գեներատորներն ու կայանը նախատեսված չեն եղել դրա համար եւ երբեք այդքան երկար չեն աշխատել այդ ռեժիմով։ Մեր տեղեկություններով խափանվել է 1 գեներատոր։ Не розраховані на Սա սպառնալիք է բացարձակապես բոլորի համար։ Աշխարհում ոչ մի ահաբեկիչ երբեք չի համարձակվել ատոմակայանի հետ անել այն, ինչ հիմա անում է Ռուսաստանը։ через обстріли. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ աշխատում է կողմերի հետ արտաքին էլեկտրական գիծը վերականգնելու նպատակով։ Նրա խոսքով ուղիղ վտանգ չի լինի, քանի դեռ դիզելային գեներատորները ապահովում են արտակարգ հոսանք կայանի համար։ Ռուսաստանը սկսել է աշնանային զորակոչը։ Պուտինի հրամանագրով մինչև տարեվերջ ծառայության կկանչվի 135,000 քաղաքացի։ Из города Москвы на военную службу Մոսկվայից զինծառայության է կանչվելու 9,000-ից ավելի մարդ։ Տղաների մեծ մասը ծառայությունն անցկացնելու է Մոսկվայի ռազմական կենտրոնական շրջանում։ Ամենահեռավոր կետեր Բալթյան եւ Սևծովյան նավատորմեր, նրանք կարող են գնալ ըստ ցանկության եւ առողջական վիճակի։ куда направляются ребята по состоянию здоровья. Уважаемые коллеги, добрый день. Կրեմլում այսօր նորից անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Обсудим с вами сегодня Պուտինը գործընկերների հետ քննարկել է տեղեկատվական անվտանգության հարցերը։ повышением. Սովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։